Եվ իրավական եւ բարոյական խնդիրների անշուշտ բախվել են եւ այդ խնդիրները բավականին շատ են։ Մենք լինելով երաշխավորը արցախցիների Հայաստանի Հանրապետությունը, լինելով անվտանգության երաշխավորը Արցախի, չարեց ամեն ինչ Արցախը պահպանելու եւ միաժամանակ արցախցիների արտագաղթից հետո նրանց համար չստեղծվեց որպես հայրենակիցներ, որպես ազգակիցներ բոլոր այն պայմանները սոցիալական եւ բարոյահոգեբանական, որպեսզի նրանք զգան իրենց հայրենիքում անվտանգ եւ ապահով եւ սոցիալապես եւ ֆիզիկապես եւ նաեւ հոգեբանորեն բարձրացվում են շատ ավելի մեղմ պահանջներ, սահմանափակ պահանջներ արցախցիների կողմից։ Դրանք հիմնական սոցիալական խնդիրներն են, այդ 40+10 բնակարանների վարձակալության համար տրվող գումարներն են եւ բնակարանների ձեռքբերման համար այդ գումարներն են, որ միանվագ պետք է տան շնչի հաշվով։ Դրանք են հիմնականում բարձր, իհարկե 12 կետից է բաղկացած նրանք, բայց հիմնական խնդիրները դրանք են, բայց անշուշտ Արցախի խնդիրները, իրավունքները դրանով չեն սահմանափակվում, որովհետև ամենակարևոր իրավունքը դա Արցախի վերադարձի խնդիրն է։ Մենք ունենք նաև արժանապատվության խնդիր պաշտպանության արցախցիների, ունենք այնտեղ պատմամշակութային մեր ժառանգության պահպանման խնդիր, որտեղ դա շատ կարևոր է։ Դա անդառնալի կորուստ է, որը մեր պատմությունը, մեր հիշողությունը ուզում են դրանով նաև ջնջել Արցախում։ Քաղաքացիական իրավունքներն են, որ մինչև այսօր արցախցիները դեռևս քաղաքացու իրավունքներն անճանաչված չեն։ Հետևողական են լինելու, որպեսզի անպայման արցախցիների իրավունքների հարցը միջազգայնացվի, օգտագործելով մեր հնարավորությունները, կապերը, նաև Սփյուռքի հնարավորությունները մեր հայրենակիցների եւ նաև այդ իրավունքները պետք է ավելի ուրեմն հետևողական պաշտպանվեն կառավարությունում, բանակցությունների ժամանակ։ Իհարկե ստեղծվել է աշխատանքային խումբ, որոնք պետք է բանակցեն կառավարության ներկայացուցիչների հետ, փոխվարչապետի ղեկավարությամբ եւ այդ խնդիրները ավելի հավակնոտ, ավելի հետեւողական դրվելու են եւ պետք է լուծվեն անպայման։ Հակառակ դեպքում կլինի շատ ավելի մեծ հանրահավաք, եթե նախկինում եղել է 15-20, հիմա կարծում եմ 30-40 հազարի պատրաստ կլինեն մարդիկ, որովհետեւ արցախցիները վճռական են տրամադրված եւ խորհրդի անդամները, որ պետք է պայքարը տանեն մինչեւ վերջ։ Հարցի լուծումը բնականաբար այնպիսի գումարների տրամադրումը պետք է լինի, որը իրատեսական լինի, որի պայմաններում բարակայում մարդիկ հնարավորություն ունենան, եթե ոչ Երևանում, գոնե ասենք շրջակա այսպես բնակավայրերում ձեռք բերեն իրենց ուրեմն շնչին, քանակին, այդ ընտանիքին համապատասխան բնակ մակերես, որ արժանապատիվ։ Իհարկե այնտեղ որոշակի բանակցություններ գնում են, ընթացքի մեջ է, դեռ վերջնական չէ, բայց կարծում եմ այդ հարցը շատ կարևոր է։ Գիտեք, զարմանալի է, երբ որ աֆրիկացիները, արաբները կամ ուկրաինացիները գնում են Եվրոպա եւ նրանց շահերը ավելի պաշտպանված են, քան մեր հայրենակիցների, մեր ազգակիցների շահերը մեր իսկ երկրում։ Նրանք պետք է զգան, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի նրանք զգան այստեղ ապահով, անվտանգ եւ պաշտպանված եւ սոցիալապես եւ ֆիզիկապես եւ իրենց խնդիրները ինչ լուծվի այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության լիիրավ, լիարժեք քաղաքացու խնդիրն է։ Եվ բարձում է այդ հարցում, պատկերացնում եք, կան խնդիրներ, այնպիսի հոգատարությամբ, ուշադրությամբ չենք վերաբերում նրանց խնդիրներին, որ պետք է, եւ հասարակության մեջ են պառակտում, հրահրում եւ իշխանությունների կողմից կա անտարբեր վերաբերմունք, իմիջիայլոց վերաբերմունք, դա այդպես չի կարելի։ Այսօր աշխատանքով ապահոված չեն, գիտեք, բնակչության արցախցիների գերակշռող մասը եւ այդ խնդիրը կա աշխատանքով ապահովման։ Եթե աշխատանքով ապահովված լինեն եւ գիտեք, արժանապատիվ, նվազագույն, այսպես գոյատևման պայմանները ապահովված լինեն, խնդիր չէր լինի բնականաբար, բայց նրանք դեռ նրանց գերակշռող մասը ապահովված են աշխատանքով եւ նաեւ պետք է հաշվի առնել, որ դեռևս մոլորության մեջ են, դեպրեսիայի մեջ են, այդ խնդիրներն էլ պետք է հաշվի առնել բարոյահոգեբանական կողմը եւ նրանց պետք է օգնել ամեն ինչ անել, որ դուրս գան այդ վիճակից։ Բնականաբար դա չի կարող անվերջ շարունակվել, պետք է այնքան ժամանակ, մինչեւ երբ արդեն ինտեգրած կլինեն, աշխատանքով ապահովված կլինեն եւ այն դեպքում այդ ժամանակ կարելի է, ասենք, խոցելի խմբերին, ասենք, թոշակառուներին, հաշմանդամներին, որոնք ի վիճակի չեն իրենց աշխատանքով ապահովել իրենց բարեկեցությունը
իրենց ծախսերը հոգալ, բնակարանային եւ այլն, սննդի եւ այլն առաջանալիչությամբ, նրանց անպայման միջև վերջ պետք է նրանց համար գործի այդ ծրագիրը եւ միջև նաեւ բնակարան ունենալը։ Բնակարան ունենալուց հետո կարելի է վերանայել բնականաբար այն մարդկանց համար, որոնք արդեն սա այդ 40+10-ը գլխավորապես տրվում է բնակարանային վարձի հատուցման համար։ Եվ եթե կունենան բնակարան կամ աշխատանքով ապահովված կլինեն, այդ դեպքում կարելի է արդեն այդ հարցը վերանայել։